Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը զորակոչվածների ծնողները ու հարազատները պահանջում են, որ իրենց որդիների ծառայության ժամկետը ևս կրճատվի, սահմանված 2 տարվա փոխարեն դառնա 1 տարի 6 ամիս։ Հիշեցնենք, պարտադիր ժամկետային զինծառայության վերաբերյալ օրենսդրական վերջին փոփոխություններով նախատեսվել է ծառայության ժամկետի կրճատում 24 ամսից մինչև 18 ամիս, սկսված 2025 թվականի ձմեռային զորակոչից։ Սակայն այս փոփոխությունը չի տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա, ինչն էլ առաջացրել է դժգոհություն նրանց ընտանիքների շրջանում։ Ինստիտուտը կիսատ հողում գնում են։ Ասենք 2 տարին իմ կարծիքով շատ մեծ ժամանակ է։ Մոռանում են ինչի համար են հավաքվել։ Հավելի լավ չի իրենք զին ծառայության այդ պատրաստականությունը ունենան, ստանան, տղամարդ վերադառնան, մի տարին էլ է հերիք կամ տարուկեսը գոնե։ Նույն պահանջով ծնողները հիշեցրել են, որ օրեր առաջ ակցիա են իրականացրել նաև կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով համապատասխան մարմինների նամակներ են հղել, սակայն մինչև այժմ պատասխան չեն ստացել։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե փոփոխություններ նախատեսված չեն, քանի որ զինծառայության ժամկետի 6 ամսով կրճատման որոշումը հիմնված է համապատասխան հաշվարկների վրա։ Ծնողները սակայն համոզված են, իրենց որդիների ավելի շուտ զորացրվելը չի վնասի բանակին։ Նրանք նշում են, որ ծառայողները արդեն ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ եւ կարողություններ հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանց գնահատմամբ գործող կարգավորումը անարդարացի է եւ տարբերակված մոտեցում է ստեղծում զինծառայողների միջև։ Դա միայն բարի ցանկություններով չի։ Ես կուզեմ, որ բոլորը կարողանան ավելի շուտ վերադառնան իրենց տուն, շատ արձակուրդ գնան, բայց մեր երկրի անվտանգությունը դա թույլ չի տալիս։ Եթե 2 տարի է, թող բոլորի վրա ազդի, եթե 1.5 տարի է, թող ազդի այն երեխաների վրա, ովքեր որ զորակոչվել են 2025 թվականին։ Մեր պայքարն է, որպեսզի օրենքը հետադարձ կապ ունենա։ Ծնողները նշել են, որ ստեղծված իրավիճակը դարձել է ինչպես իրենց, այնպես էլ ծառայողների համար հոգեբանական լարվածության պատճառ։ Միևնույն ժամանակ ընդգծում են, զինծառայողները դժգոհություններ չեն արտահայտում եւ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց ծնողները ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով ակնհայտ անհավասարություն կա, անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ նույն դրոշի տակ ծառայող, նույն համազգեստը կրող զինծառայողները տարբեր ժամկետներով են ծառայում։ Նրանք նաև հայտարարել են, թե այնքան են պայքարելու, մինչև իրենց պահանջը կատարվի։ Մեր երեխեն հիմա հոսպիտալում պարկած է, կանազում է պարկած։ Հենց հիմնական իմինավոյ է դա պատճառը եղել, որ հոգեկանի վրա ազդել է երեխու, ստրես է տարել։ Չեն արտահայտվում, բայց զգացվում է, որ իրանք էլ են ուզում, որ իրանք ընկերների հետ գան։ Իմ տղան 2 տարի ծառայում է, բայց գալու է իր դասընկերների հետ։ Ծնողները հայտարարեցին, որ իրենք առաջարկներ ունեն եւ պատրաստ են դրանք ներկայացնել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։